Ամերիկյան Cloudflare անպային ծառայության սերվերներում գրանցված խախտումը երեկ մենք լրատվամիջոցներս էլ զգացինք մեր մաշկի վրա։ Մի քանի ժամ կայքերը չէին աշխատում ամբողջ աշխարհում։ Տեղեկատվություն ստանալու աղբյուրը սոցիալական ցանցերն էին։ Իսկ ինչն էր պատճառը։ Cloudflare-ը պարզաբանում է տեղադրել։ Հաքերային հարձակման մասին տեղեկություններ չկան, պարզապես չափազանց մեծ ֆայլ է ի հայտ եկել եւ դա հանգեցրել է խափանման։ Սկզբում մենք սխալմամբ կարծեցինք, որ խնդիրը հիպերմասշտաբային DDoS հարձակման հետևանք է, սակայն հետո պարզեցինք հիմնական պատճառը եւ կարողացան կանգնեցնել այդ չափազանց մեծ ֆայլի տարածումը, այն փոխարինելով նախկին աշխատող տարբերակով։ Cloudflare-ը, ինչպես Ruyapn-ի տեխնիկական աշխատակիցներն են նշում, բազմաթիվ գործառույթների հետ նաև կայքի անունը վերածում է IP հասցեի։ Ստացվում է կայքերը չեն խափանվել, խափանվել են այսպես կոչված ուղղորդիչը եւ թարգմանիչը։ Հանուն արդարության եկեք հասկանանք, որ հայկական սայթերից որևէ մեկին ոչինչ երեք չէր եղել, հա։ Այսինքն այդ բոլոր կայքերը, որոնք անհասանելի էին, իրականում կարող էին ընդամենը մի կոճակ անջատելով վերականգնել իրենց կապը, ուղղակի պիտի հրաժարվեին Cloudflare-ի տված DDoS պաշտպանությունից, այսինքն հայկական որևէ կայքի մեծաշուտ որևէ բան չէր եղել։ Պապյանը պատմում է, որ Cloudflare-ը նաև պաշտպանական գործառույթ ունի եւ եթե այն անջատեին, կայքերը հասանելի կլիներ, սակայն նման ռիսկի ամեն դեպքում պետք չէր գնալ։ Cloudflare-ը շատ մեծ ծառայություն է եւ իրականում շատերը իր մասին չգիտեն, որովհետեւ ինքը ուղղակի հոյակապ է աշխատում եւ դա է հենց իր գաղտնիքը, աշխարհի կայքերի 1/5-ը կարծեմ, եթե ոչ ավելին հիմնված են Cloudflare-ի վրա, Cloudflare-ը ոչ միայն պաշտպանություն է տալիս, այլ նաև բովանդակության հասանելիության ծառայություններ, թույլ է տալիս բազմաթիվ այլ սերվիսներ, միկրոսերվիսներ աշխատեն իր համակարգում, այնպես որ դրա վրա ինտերնետի մի շոշափելի ծանրություն է ընկած, ինքը ունի քեշավորող սերվերներ ամբողջ աշխարհում տարբեր տեղերում, նույն Հայաստանում ունի որոշակի ենթակառուցվածք, ինչի հետևանքով հայաստանյան այն կայքերը, որ Cloudflare-ից են օգտվում, ավելի արագ են բացվում, ավելի պաշտպանված են, եւ Cloudflare-ում շատ քիչ են այսպիսի խնդիրներ, այս են հազվագյուտ դեպքերից մեկն էր, որ սա եղավ։ Հաճախ օրինակ Telegram-ում կհանդիպեք հրապարակումների, Facebook-ի ու Instagram-ի խափանման մասին կամ հակառակը։ Երբեմն հայկական կայքերն են հաքերային հարձակման ենթարկվում։ Լինում է նաև, որ վրացական մի գյուղում ապրող Հայաստան անունով տատիկը որոշում է կտրել օպտիկայի մալուխն ու պատահաբար զրկում Հայաստանի ամբողջ հանրապետությունն ինտերնետից։ Հեշտ է արդյոք տեղեկատվական շրջափակման մեջ հայտնվելը։ Ինտերնետը մեկ հարվածով ոչնչացնել հնարավոր չէ։ Ինտերնետը իր բնույթով ստեղծվել է այնպես, որ նույնիսկ ատոմային պատերազմի ինքը կարող է դիմագրավել եւ ասում աշխարհը որ կործանվի, ինտերնետը կարող է մնա եւ շարունակի գործել, որովհետեւ դա բաժանված առանձին ենթացանցերի համակցություն է։ Դրա համար իրեն ասում են համացանց, այսինքն տարբեր ցանցեր իրար միացված են։ Եվ Հայաստանի ներսում էլ կա այսպես կոչված ցանց, որը կարող է նույնիսկ ամբողջությամբ անկախ քիչ թե շատ գոյատևել։ Պապյանը պատմում է, որ տարբեր ճանապարհներով է Հայաստանը կապվում աշխարհի հետ եւ դժվար թե հիմա կրկնվի տատիկի մալուխ կտրելու սցենարը։ Կա Starlink արբանյակային ինտերնետ կապակցելու հնարավորություն, ճիշտ է դա էլ կարող է անջատվել օրինակ Իլոն Մասկի ցանկությամբ։ Ըստ Պապյանի սեփականն ունենալը շատ թանկ արժենա։ Նույնը Cloudflare-ի դեպքում, բայց կան տեղական օպերատորներ, օրինակ Զանգին, որ ինտերնետային կոլապսի ժամանակ Արցախում ներքին կապեր պահպանում։ Փորձեցինք կապվել ներքին գործերի նախարարություն, որ պարզենք պետական կայքերի անվտանգությունն ու պետական քաղաքականությունն այդ մասով։ Արձագանք դեռ չենք ստացել։ Իդեպ 2024-ից 25 թվականներին Կարմիր ծովում ենթադրաբար Եմենի ապստամբ Հութիների ձեռամբ վնասվում էին ստորջրյա մալուխներ։ Դրանք կապում էին Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան, իսկ դրանց վնասումը ոչ միայն ինտերնետի խափանման էր տեսանելի, այլև տնտեսական լուրջ հետևանքներով։ Սիմոն Հովանիսյան, Riopen Media։